մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես գիշերը սպանվել է Հարաքյալի ընտրված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը։ Հիմա մեր գործընկերները ուղիղ միացմամբ այնտեղից են, դեպքի վայրից են, բառացիորեն ընկերները, ծանոթները խոսում են այն մասին, որ ունեն ներքին կասկածներ, որ սա այդ գնդակահարությունը քաղաքական ենթատեքստ ունի, իր համագյուղացիները, համայնքի բնակիչները խոսում են ինչ մարդ էր Վոլոդյա Գրիգորյանը եւ ինչ է արել համայնքի եւ առհասարակ լուր ինչպես էր աշխատում հայ ժողովրդի իշահ հայ ժողովրդի, խնդրեմ։ Բոլորիս համար վաղուց արդեն հայտնի է, որ Վանո Սիրադեղյան հանցագործի Սանիկը, Բլեյանի դաստիարակած Նիկոլիկը իր բանդայով արդեն ներքին գործերի հատուկ ջոկատայինների շարքերում ունի մարդասպաների հատուկ վարժեցրած ինչ-որ ջոկատ, որը որ այդ սպանությունները ղեկավարում է։ Սա օդից կախված լուրերի համաձայն, սակայն բոլոր փաստերը բերում են նրան, ես լինելով հետապնդման տակ ժամանակին քրեաիրավական հանցագործների, Նիկոլստանի, Նիկոլի ժամանակահատվածում քաղաքական աստառով, լավ գիտեմ ինչ է նշանակում փակ դռների հետևում ահաբեկել։ Քրեական հանցագործությունների մեծամասնությունը կատարում են այսօր, կամ պարտադրում են կատարել հենց իրենք քրեական օրենքներ պահպանողները իբրև թե, ու Նիկոլը, քանի որ լավ վարժեցրած Վանոյի շնիկն է, կարողանում է այդ ամենը ուրիշի ձեռքով իրագործել, վերջում էլ ինչպես միշտ ասելու է, ես մեղավոր չեմ, իրանք արեցին։ Հիմա որ ասում ես, Նիկոլ, որ ասում ես մայրերը ինձ պատգամել են, որպես հայ մայր, որպես հայ կին, որպես հայ կին ազատամարտիկ, Նիկոլ, հենց այդ հայ մայրերն էլ քեզ թաղելու են, եթե իհարկե գերեզման ունենաս, հուսամ չես ունենա։ Հիմա Վոլոդյա Գրիգորյանի սպանության առթիվ չկարողացան 42-ամյա 4 երեխաների հորը ներել նրա հայրենասիրությունը։ Դա միակ բանն էր, որի համար կարելի էր այդ աշխատող մարդուն պարզապես վերացնել։ Քանի որ Նիկոլը ինքը վախկոտ կենդանի է եւ պահկվում է միշտ միլիցեքի, ոստիկանություն չունենք մենք վաղուց, միլիցեք են վճարվող, թուրքի փողերով վճարվող քրեադատավարական խունտա թուրքական նրանց հետևում, նրանք իհարկե չէին կարող կարատեի վարպետ սպորտսմենի հետ դուրս գալ ոչ մի կերպ, նրանք պետք է միայն զենքի դիմեին, գաղթագողի, հանցագործի նման, դարանակալ, ինչպես միշտ Նիկոլն է գործել, ամբողջ քո կյանքը Նիկոլիկ, դու գործտվող շակալ ես եղել։ Ես եւ դու իրար լավ ճանաչում ենք 95 թվականից, գիտես որ